Ողջույն, եթերում ձեր բժիշկ Մարգարյանն է։ Հարգելիներս, մեր հաղորդումների ընթացքում, երբ վերծանում ենք հիվանդությունների ախտորոշման process-ը, բազմիցս անդրադարձել ենք ուլտրաձայնային հետազոտություն կոչվող մեթոդին։ Այսօր բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անդրեաս Մարտինի Համբարձումյանի հետ մենք կփորձենք ձեզ ներկայացնել, թե ուլտրաձայնային հետազոտությունը որ օրգան համակարգերի ախտորոշման process-ում է ավելի շատ օգտագործվում։ Ինչպես նաև պրոֆեսորը մեզ կներկայացնի դեպքեր, երբ ֆինանսապես ավելի մատչելի հանդիսացող ուլտրաձայնային հետազոտությունը հնարավոր է շատ ավելի էֆեկտիվ եւ ինֆորմատիվ լինի, քան ավելի թանկ հետազոտության մեթոդներ, ինչպիսիք են կոմպյուտերային կամ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիաները։ Սակայն այս ամենի մասին դեռևս առջևում, իսկ այժմ դիտենք մեր գործընկերոջ պատրաստած ռեպորտաժը։ Ուլտրաձայնային հետազոտությունը տեղեկություններ ապահովող եւ անվտանգ հետազոտության տեսակ է, որը թույլ է տալիս անմիջապես պատկերացում ստանալ հիվանդի խնդիրների մասին։ Ուլտրաձայնային հետազոտման շնորհիվ հնարավոր է հստակ պատկերացում կազմել միզասեռական, մարսողական, էնդոկրին, սիրտանոթային համակարգերի, կրծքագեղձի, հոդերի եւ այլ օրգանների ընդհանուր վիճակի մասին։ Որոշ հիվանդություններ սկզբնական փուլերում ընթանում են աննկատ, եւ բժշկին ուշ դիմելը կարող է բերել տարբեր բարդությունների եւ բուժման արդյունավետության անկման։ Սոնոգրաֆիան ոչ միայն օգնում է ախտորոշել հիվանդությունը, կանխատեսել նրա զարգացումը, այլ նաեւ բացահայտել ներքին օրգանների պաթոլոգիկ ձևափոխումները, որոնք չեն առաջացնում բողոքներ։ Հիվանդության ժամանակին բացահայտումը երաշխավորում է բուժման արդյունավետությունը, իսկ սոնոգրաֆիկ հետազոտության արդյունքները որոշիչ դեր են ունենում բուժման մարտավարությունն ընտրելիս։ Սոնոգրաֆիան հիմնված է էխոլոկացիայի վրա, սարքն ուլտրաձայն է արտադրում, որից հետո ընդունում է օրգաններից արտացոլված ալիքները։ Համակարգչային մշակման արդյունքում էկրանին պատկեր է հայտնվում։ Ի դեպ, ուլտրաձայնն արտացոլվում է հետազոտման ժամանակի միայն 1/1000-ական մասի ընթացքում։ Մնացած ժամանակն այն ընդունման ռեժիմում է աշխատում։ Դրանով է բացատրվում մեթոդի անվտանգությունը եւ նրա բազմակի կիրառման հնարավորությունը առանց հիվանդին վնաս հասցնելու։ Ներկայումս ուլտրաձայնային հետազոտությունը հարստացել է բազմաթիվ նոր մեթոդներով։ Դրանք եզակի տվյալներ են տալիս, որոնք էլ օգտագործվում են ավելի խորացված, որակապես նոր հետազոտություններ անցկացնելու համար։ Գաղտնիք չէ, որ մենք հայերս առողջության հանդեպ բավական ցածր կուլտուրա ունենք եւ հաճախ բժշկի դիմում ենք ժողովրդի լեզվով ասած, երբ դանակը ոսկորին է հասնում։ Պետք է գիտակցել սեփական առողջության կարեւորությունը եւ առողջ կյանքն ապահովելու համար տարին մեկ անգամ կանխարգելիչ հետազոտության ենթարկվել։ Ցանկացած հիվանդության արդյունավետ բուժումը 90-ից 95%-ով կախված է արագ ճիշտ ախտորոշումից։ Առաջնահերթ է դա։ Ամենակարևորը կանխարգելումն է։ Ճիշտ է բուժումը կընթանա։ Երևի կարևոր է, բայց ես որ վախենում եմ նախորոք իմանամ ինչ-որ։ Շատ կարևոր են, ճիշտ են Գնահատելը, ախտորոշելը ճիշտ է։ Ես անցել եմ այդ փուլը, կարևոր է հետագայի համար, որովհետև պարտադիր է, որ իմանաք մարդը իր հետ ինչա կատարում։ Շատ է կարևորում, որ սխալ բուժում չդրվի եւ կեղծ ժողովրդական բժշկության չանցնենք, իսկապես բժշկին դիմենք եւ ստանանք մեր պատասխանը։ Այսօր արդեն ժամանակակից սարքավորումների միջոցով հնարավոր է բարձր ճշգրտությամբ որոշել այս կամ այն հիվանդությունը։ Մի հապաղեք, հետազոտվեք, քանզի հիվանդության վաղաժամ ախտորոշումը լիարժեք բուժման գրավականն է։ Դե ինչ հարգելիներ, շնորհակալություն հայտնենք մեր գործընկերոջը եւ շարժվենք առաջ։ Այժմ պրոֆեսոր Համբարձումյանի հետ եկեք փորձենք պարզել, թե որոնք են ուլտրաձայնային հետազոտության առավելությունները, ինչ դեր այն ունի կրծքագեղձի ուռուցքների ախտորոշման process-ում եւ առհասարակ, ինչպես, ինչ սկզբունքներով են ընտրվում հետազոտության մեթոդները։ Հենց այս հարցերը ձեզ համար կպարզաբանի պրոֆեսոր Համբարձումյանը։ Ուլտրաձայնային հետազոտությունները համեմատաբար նոր են ներդրվել բժշկական պրակտիկայ, մոտ վերջին 20 տարվա ընթացքում մեծ զարգացում են գտնել ի հաշիվ մի քանի առավելությունների։ Առավելությունները ակնհայտ են, մեկը հիմքում դրված է ձայնը, ձայնի շնորհիվ մենք ստանում ենք պատկեր եւ պատկերի շնորհիվ մենք կարողանում ենք տարբերել արդեն խնդիրները այս պաթոլոգիան նորմայից։ Ավելի մատչելի են, քան թե ուրիշ ռադիոլոգիական մեթոդները, ինչպես են օրինակ կոմպյուտերային տոմոգրաֆիան կամ մագնիտոռեզոնանս տոմոգրաֆիան, եւ հնարավորություն ընձեռնում է կատարել հետազոտությունները ոչ միայն հիվանդանոցում, այլև կարելի է անել նույնիսկ հիվանդի անկողնի մոտ։ Ժամանակակից ուլտրաձայնային մեքենաները հնարավորություն են տալիս տեսնել մի քանի միլիմետրից փոքր գոյացություններ,
հատկապես եթե իրենց էխոգենությունը տարբերվում է։ Եթե տարբերվում է մեկը անեխոգեն է, այսինքն հեղուկայինը, նույնիսկ մի քանի միլիմետրից փոքր կարելի է տեսնել եւ էխոգենությունը բարձր ունեցող օրինակ քարերը շատ պարզ երևում են լեղածորանի մեջ, լեղապարկի մեջ, երիկամի մեջ պարզ նրանք երևում են հենց իրենց էխոգենության նույնիսկ շատ փոքր քարերը կարելի է տեսնել։ Բավականին լայն, եթե ոչ ամբողջ բժշկության մեջ նա օգտագործում է ուլտրաձայնային, դա կարդիոլոգիան է, դա գինեկոլոգիան է, դա ուրոլոգիան է, համարյա թե գրեթե բոլոր հնարավոր ոլորտներում մենք օգտագործում ենք ուլտրաձայնային հետազոտությունները, կան ոլորտներ, որոնք որ նույնիսկ թվում է թե կարելի է եւ չի օգտագործում, բայց որոշ գիտական աշխատանքներ ցույց են տալիս, որ նույնիսկ այդտեղ կարելի է անել օգտագործել ուլտրաձայնային հետազոտությունները։ Կրծքագեղձի չարվորակ ուռուցքների հայտնաբերումը շատ դյուրին է ուլտրաձայնային մեթոդով, իշնորհիվ իրեն ակնհայտ առավելությունների։ Որոշ դեպքերում նույնիսկ կարելի է եւ արվել է գիտական աշխատանքներ մեր կողմից, որը որ թույլ է տվել տեսնալ եւ ախտորոշել եւ ուռուցքը եւ շրջակա հյուսվածքները։ Եվ եթե ճիշտ է դա կատարվում, ճիշտ մեթոդիկաները, նոր ընձեռնվող մեթոդներով կարելի է եւս ճշտել ուռուցքի չարվորակ եւ բարևորակ լինելը։ Հավաստիությունը բավականին բարձր է եւ ըստ բժշկի փորձի, ըստ հիվանդության, մինչեւ 99% կարող է բարձր լինել ու 100% չենք կարող ասել, որովհետեւ 100%-ով դա միայն եւ միայն երբ որ մենք ստանում ենք պաթոլոգիկ, այսինքն բջջաբանական հետազոտության արդյունքները։ Իդեպս հենց նույն ուլտրաձայնային մեթոդով կարելի է կատարել ճիշտ պունկցիոն բիոպսիա կամ հյուսվածաբանական բիոպսիա կարելի անել, այսինքն կտոր վերցնել եւ հաստատել ուռուցքի լինելը, այսինքն ուռուցքը ինչպիսին է։ Եվ շատ կարևոր է ոչ միայն հաստատել ենթադրենք չարվորակ ուռուցքը, այլ այդ չարվորակ ուռուցքի տեսակները, որը որ թելադրում է արդեն բուժող բժշկին, բուժման ընտրանք է ընձեռնվում։ Որոշ դեպքերում վիրահատություն պետք չի անել, պետք է սկսել ուրիշ բուժումով եւ հետագայում շարունակել վիրահատությունը։ Որոշ դեպքերում հակառակ, միայն ցուցված է վիրահատությունը։ Եվ դա թույլատրվում է եւ հնարավոր է լինում միայն կատարված բիոպսիայի շնորհիվ։ Հիմա մեր մոտ եւ հանրապետությունում եւ ամբողջ աշխարհում գնվում է պրոֆիլիզացիա եւ դա ողջունելի է, որ եթե ամեն մի բժիշկ զբաղվում է մի որոշ խնդրով, եթե արենք նույնիսկ նույն ուրոլոգները մեկը զբաղվում է ավելի շատ երիկամով, մյուսը զբաղվում է շագանակագեղձով եւ նույնն էլ ախտորոշման մեջ է։ Կան բժիշկներ, որոնք շատ ավելի լավ եւ դյուրին մեծ փորձ ունեն այս խնդրով, եթե արենք շագանակագեղձի, մյուսը ունի մեծ փորձ լյարդի ախտորոշման։ Այդպիսի պրոֆիլիզացիա գնում է եւ դա ողջունելի է։ Ընդհանրապես խորհրդատրվում կոմպլեքսային հետազոտություն, հատկապես եթե հիվանդը բարդ է, եթե անենք օնկոլոգիական հիվանդ է, արժե բոլոր մեթոդները օգտագործել, որովհետև ամեն մի մեթոդ իրեն դյուրին հնարավորություններ ունի ախտորոշման մեջ եւ կոմպլեքս օգտագործելով եւ ուլտրաձայնը եւ ես առաջի հերթին նույնիսկ ռենտգեն տրադիցիոն ռենտգեն մեթոդը կդնեի, ռենտգենոլոգիական մեթոդները, հետո ուլտրաձայնը, հետո նոր արդեն կոմպյուտերային տոմոգրաֆիա եւ ՅԱՄ-ը։ Բայց կուզենայի այստեղ շեշտել, որ հիմա բավականին մեծ դեր ունի ճիշտ ընտրանքը ինչ առումով։ Այսպեսի պրինցիպ կա գոյություն ունի ռադիոլոգների մեջ, կոչվում է միջազգային ռադիոլոգիա, կոչվում է ԱԼԱՐԱ պրինցիպ։ Այսինքն այդ մոտեցումը ինչու է կայանում, որպեսզի իոնիզացված ճառագայթում քիչ օգտագործվի։ Այսինքն եթե մի մեթոդը կարելի է փոխարինել մյուսով, ապա երկուսի ընտրանքում գոնե անես ոչ իոնիզացող մեթոդով։ Այո, որպեսզի ավելորդ տեղը հյուսվածքները եւ այդ օրգանը չճառագայթել, այն մեթոդով, որը կարելի է փոխարինել, ենթադրենք նույն ուլտրաձայնային մեթոդով կարելի է փոխարինել կամ ավելի ժամանակակից էլի մեթոդն է, որը մագնիսական ռեզոնանս տոմոգրաֆիան է, էլի փաստացի իոնիզացված ճառագայթում բացակայում է այնտեղ։ Այսպիսով, պրոֆեսորի խոսքերից մենք հասկացանք, որ բժիշկները ընտրելով հետազոտության մեթոդը աշխատում են այն սկզբունքով, որպեսզի մինիմալ վնասեն օրգանիզմը, այսինքն
քիչ ինվազիվ մեթոդներով, ինչպիսին էր հանդիսանում է ուլտրաձայնային հետազոտությունը։ Իսկ այժմ եկեք փորձենք հասկանալ, թե որն է ՈՒԶՀ-ի դերը գինեկոլոգիայում, գինեկոլոգիական հիվանդությունների պարագայում։ Ինչպիսի դեր է խաղում ուլտրաձայնային հետազոտությունը պունկցիոն բիոպսիայի պարագայում, երբ օրգանիզմի կենդանի հյուսվածքից փոքր կտոր է վերցվում հետազոտման նպատակով եւ առհասարակ ուլտրաձայնային հետազոտությունը բուժական միջամտություններ կատարելիս ինչպիսի դեր է խաղում։ Հենց այս հարցերը կպարզաբանի պրոֆեսոր Համբարձումյանը։ Հղիների մենք օրենքով մեր պետական ուրեմն ծրագրի համաձայն 3 անգամ տարվա հղիության ընթացքում պետք է հղիները ստուգվում են։ Դա դեռ հələ չծնված բալիկների մասին է խոսքը։ Եթե պրոբլեմա լինում, ավելի շուտ ենք անում, հաճախ ենք անում, եւ դա մենք բոլորս գիտենք, որ պրակտիկորեն անվնաս է, դեռ հələ նորածինի մասին է, չծնված երեխա, ուր մնաց մեծ տարիքի երեխաների, թեկուզ 7 տարեկան, 10 տարեկան։ Շատ լայնորեն օգտագործում է գինեկոլոգիայում ուլտրաձայնային մեթոդը, մի փոքր մեթոդ էլ որ մենք ներենք դրել, դա կապված է սոնոհիստերոգրաֆիա, այսինքն մեթոդ, որը հնարավորություն է ընձեռնում արգանդի խոռոչը ներզննել եւ անմիջապես տեսնել արգանդի մեջ խոռոչում ինչ մենք խնդրեմ ունենք։ Միոմաները ինչ տեսակ են, որտեղ դա շատ կարեւոր է գինեկոլոգի համար։ Մի դեպքում ինքը կարող է ներսից այդ միոման հեռացնել, մյուս դեպքում կատեգորիկ ոչ։ Նա պետք է ստիպված լինի գինեկոլոգը հեռացնել ամբողջ արգանդը։ Մենք հնարավորություն ենք տալիս գինեկոլոգին արդեն ճիշտ ճշգրիտ ախտորոշում որոշել այդ միոմաների համար։ Սա բարևորակ գոյացություն է։ Մյուս դեպքում չարվորակ գոյացություններում էլի իրենց ուղղորդում եք, ասում եք այս չափի է, այստեղ է, եթե պետք է արվի բիոպսիա, եթե պետք է արվի վիրահատություն, ավելի հստակ ձևի վիրաբույժը գինեկոլոգը գնում է վիրահատության։ Գոյություն ունի հիստերոսկոպիա, որը որ լայնորեն օգտագործվել է եւ օգտագործվում է, գինեկոլոգիայում հիստերոսկոպիան դա գործիք է, որը որ նուրբ գործիք է, որի միջոցով մտնում եք եւ ներզննում եք վիզուալ, ստանում եք պատկեր արգանդի խոռոչի։ Շատ կարևոր, շատ լավ մեթոդ է, բայց սովորաբար այդ մեթոդին նախորդողը պետք է լինի ուլտրաձայնը, ոչ ավելի քիչ ինվազիվ, ավելի քիչ տրավմատիկ եւ նա թույլ կտա այդ բժշկին գինեկոլոգին իմանա արդյոք արժե արվի այդ հետազոտությունը թե ոչ։ Այսինքն հիստերոսկոպիա, որը ավելի բարդ հետազոտություն է, արժե անը թե չէ։ Համեմատաբար նա ավելի հեշտ է։ Հիստերոսոնոգրաֆիան հնարավոր է ամբուլատոր հանգիստ օգտագործել եւ պրակտիկորեն ինվազիվ չի։ Վահանագեղձի ուլտրաձայնային հետազոտությունը բավականին էֆեկտիվ է, կարող եմ ասել։ Շատ լայն հիմա օգտագործվում է, հատկապես եթե նա զուգորդվում է ճիշտ դեպքերում պունկցիոն բիոպսիայի հետ միասին։ Եթե երկու մեթոդները զուգորդվում են եւ ճիշտ այն դեպքերը, երբ որ բարդ են, շատ դժվար է վիզուալ ախտորոշումը դնել եւ պետք է այսպես թե այնպես ինչ-որ մի ալտերնատիվ մեթոդի անցնել, ապա այստեղ իհարկե ֆունկցիոն բիոպսիան օգնում է եւ շատ է օգնել ճիշտ ախտորոշումը կատարել վահանագեղձի հիվանդությունների դեպքում։ Ամեն մի հիվանդի, որի մոտ կա խնդրեմ, անես ֆունկցիա, դա էլ մի չափազանցում է, որ հիմա կարող է լինի, որովհետեւ ես չեմ կարծում, որ պետք է ընտրել, սելեկցիա արվի այն հիվանդին, որը պետք է արվի ֆունկցիոն բիոպսիա, եթե պետք է անպատճառ արվի։ Եթե ոչ, եթե կարելի է դինամիկ հսկողություն արել, կարելի է փորձել ուրիշ մեթոդներով ստուգել, մեր նպատակը նա է, որպեսզի այս մեթոդով կարողանանք օգնենք հիվանդին, ոչ թե խոչընդոտենք կամ ինչ-որ մի բան խնդրեմ ստեղծենք հիվանդին։ Ֆունկցիոն բիոպսիան իսկապես մեծ դեր ունի ախտորոշման համար, բայց եւ դեր ունի բուժման տեսակետից։ Այստեղ այո, կարող եմ հիշել, բուժումը ոնց կարելի է պատկասել։ Հիդրոթորաքս, այսինքն եթե հեղուկ է հավաքվում թոքի մեջ, շատ դժվար տեղեր կա, որը որ վիրաբույժը չի կարող մտնել միջև եւ այդտեղից հեղուկը հանել։ Այս դեպքում օգնում ենք վիրաբույժին, որպեսզի նա կարողանա արդեն վիզուալ տեսնելով մտնենք այդ խոռոչը եւ այդտեղից դատարկենք 200 գրամ, 500 գրամ, լիտրուկես, 2 լիտր հեղուկ հանվում է, որպեսզի թոքը բացվի, թոքը չի շնչում։ Տվյալ դեպքում խոսքը գնում է երեխայի մոտ, որը որ ուներ շատ մեծ խնդրեմ թոքի մեջ ջուր էր լցվել եւ վիրաբույժների հետ միասին համատեղ կարողացանք այդ հեղուկը հանել, բայց հաջորդ օրը պարզվեց, որ ինֆեկցիան տարածվել է եւ լյարդում գրեթե ամեն օր մի նոր օջախ էինք տեսնում եւ այդ ախտորոշման հետ միասին արվում էր եւ նույն կրկնակի, եռակի, 4-րդ եւ 5-րդ տարբեր սեգմենտներից
ֆունկցիոն բիոպսիաներ եւ միաժամանակ բուժման հետ իհարկե միասին, ընդհանուր ինտենսիվ բուժման հետ եւ կարողացանք այդ երեխային փրկել։ Հիվանդներ կային, որոնք գալիս են ուղիղ ուռուցքներով եւ ցավոք սրտի այդ հիվանդները կամ հնարավորություն չէին ունենում կատարեին իրենց կոմպյուտերային տոմոգրաֆիա կամ դեռ սարքերը այդքան չկային Հայաստանում 20 տարի առաջ, ստիպած էի ինչ-որ մի բան քննել, որպեսզի այդ հիվանդներին օգնել ախտորոշման մեջ։ Եվ ինչ-որ մի ճանապարհ ստեղծվեց հիվանդներին, որոնք որ վիրահատված էին գլխուղեղի հիվանդների մասին է խոսքը, գլխուղեղի նորագույացությունով կամ ինչ-որ մի խնդրով, հնարավորություն էր ընձեռում փաստորեն ստեղծված փոքր գաղթոնի փոխարեն, որը մենք երեխաներին ենք նայում, այսինքն ստանալ պատուհան, որի միջոցով մենք կարողանում ենք նայել եւ ստուգել ուղեղը։ Եվ այդ ուղեղը ստուգելը անմիջապես, որը սովորաբար դուք չեք կարող նայել մեծերի մոտ, որովհետև ոսկորը հնարավորություն չի թույլ տալիս մեզ անցկացնել ուլտրաձայնային ալիքները, մենք կարողանում ենք տեսնել ուղեղի հյուսվածք։ Նայելով ուղեղի հյուսվածքը, տեսնում ենք ուղեղի պաթոլոգիան եւ բավականին մեծ քանակով հետաքրքիր աշխատանքներ արվեց եւ եղան զեկուցումներ գրեթե բոլոր խոշորագույն կոնգրեսներում, Ռուսաստանում, Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում, բոլոր այդտեղ եւ պարբերական տպվեց եւ մեծ արձագանք ստացավ այդ աշխատանքները։ Հիմա մենք հետաքրքիր ուղղություն ենք վերցնել ներուղեղային, ուրեմն ուլտրաձայնային հետազոտությունները կատարել մանկական պրակտիկայում, կատարել ներվիրահատական։ Պարզվեց, որ առավելությունները ակնհայտ են, մեծ օգնություն նեյրովիրաբուժին, որ ինքը կարողանում է արդեն պարզ տեսնել այդ խնդրեմը, որը որ նախորդ տեսանելի է եղել կոմպյուտերային տոմոգրաֆիայով կամ մագնիտառեզոնանս տոմոգրաֆիայով եւ տեսնել եւ ուղղորդել իրեն, որպեսզի նա կարողանա ճիշտ ձևի ավելի անվնաս եւ ավելի հեշտ ձևով հասնի այդ պաթոլոգիկ process-ին եւ այդ պաթոլոգիկ ուղեղի process-ը հեռացնի առանց մեծ վնաս տալու կողքի շրջակա հյուսվածքներին, նորմալ հյուսվածքներին։ Ժամանակին շատ ակնհայտ առավելությունները հիմա ավելի են դառնում ակնհայտ եւ պրակտիկ, քանի որ նոր տեխնոլոգիաներ են մտնում եւ բոլորի հետ միասին կարելի է ամփոփել, որ ուլտրաձայնային մեթոդները առաջինը շատ ինֆորմատիվ են, կարող են օգտագործվել գրեթե բոլոր սֆերաներում, ես ասացի նեյրոխիրուրգիայում կարելի է անօթաբանությունում լայն օգտագործում է կարդիոլոգները գիտենք սրտի էխոգրաֆիան, օգտագործում է գաստրոեն, այսինքն պրակտիկորեն բոլոր բժշկության բնագավառներում մեկ։ Նա համեմատաբար մատչելի է, նա էֆեկտիվ է, նա կարելի է կրկնել բազմաթիվ անգամ առանց վնաս տալու հիվանդին։ Փաստորեն հարգելինես, Անդրեաս Մարտինչի խոսքերից պարզ դարձավ, որ ուլտրաձայնային հետազոտությունը ունի բավականին լայն օգտագործման սպեկտր, մասնավորապես այն հնարավոր է կիրառել անգամ նորագոյացությունների, օրգանների անոթների ճիշտ դիրքը ախտորոշելու համար, հենց վիրահատության ընթացքում, ինչը շատ ավելի էֆեկտիվ, պրոդուկտիվ է դարձնում վիրաբույժի աշխատանքը։ Այժմ եկեք փորձենք հասկանալ, թե որն է ավելի կարևոր՝ սարքը, թե մասնագետը, որը վերծանում է սարքի տրված ինֆորմացիան, եւ առհասարակ ինչպիսի նորամուծություններ կան ուլտրաձայնային հետազոտության ոլորտում։ Հենց այս հարցերը կպարզաբանի պրոֆեսոր Համբարձումյանը։ Ինձ համար չափազանց կարևոր է, որ ես կարողացել եմ մի քանի սերունդ բժիշկներ դաստիարակել, որոնք աշխատում են այդ բնագավառում, ռադիոլոգիայում եւ մեծ մասը իրենք աշխատում են ուլտրաձայնային սֆերայում։ Միաժամանակ ես միշտ պատրաստ եմ եւ միշտ էլ այդ բոլոր իմ գոլեգաներին հնարավոր չափով օգնել եմ եւ խորհրդով եւ կոնկրետ հիվանդով, այսինքն եթե հիվանդները շատ անգամ եկել են բժիշկի հետ միասին որոշել ենք ախտորոշման ճիշտ ձևը եւ հետագա տակտիկան։ Կարողացել եմ ստեղծել ռադիոլոգիայի ամբիոն, որը որ քիչ աշխատանք դեր չուներ բժշկական համալսարանի համար, կարողացել եմ ստեղծել զատ ռադիոլոգիայի ամբիոնից ուլտրաձայնային կենտրոն, որը կարծեմ որ միակն էր, որը որ նահանգների, Միացյալ Նահանգների եղել է դուստր կազմակերպություն ուսումնական գծով, դա առանձին ուսումնական կենտրոն ուլտրաձայնային բժշկական համալսարանում։ Ես կարողացել եմ ստեղծել իմ ընկերոջ Գեորգի Օկոյևի հետ միասին գիրք, մենագրություն ռուսերեն լեզվով, որը տպագրվել է Մոսկվայում, էլի ուլտրաձայնային մեթոդի մասին, դեռ մոտ 20 տարի առաջ։ Նույնպես որը որ մեծ դեր ուներ այն ժամանակ, հատկապես երբ որ ինֆորմացիա չկար։ Արդեն 6-րդ տարին աշխատում է որպես փոխտնօրեն Սուրբ Աստվածամար բժշկական կենտրոնում,
Այստեղ կան եւ մեծերի բաժանմունքը եւ փոքրերի, բայց տրադիցիոն փոքրերի բաժանմունքը միշտ ուժեղ է եղել այս հիմնարկում եւ ես հնարավորությամբ դժվար բոլոր դեպքերում աշխատել եմ օգնել, հատկապես եթե խոսքը գնացել էր կասկած ուռուցքների, նորագոյացությունների, այդ դեպքերում բավականին փորձ եղել է եւ կա, որպեսզի կարողանանք ճիշտ ախտորոշել։ Հիմնական եւ մասնավոր կլինիկաներ, որտեղ որ աշխատում են հատկապես պրոֆեսիոնալ մասնագետներ, այս է նոր ալտերնատիվա է ժամանակակից բժշկությանը, որ կարելի է մարդը, որը որ գիտի գնալու է հիվանդանոցում բժիշկը զբաղված է միշտ, բայց այս ժամի կարող է նա ինչ որ մի որոշ ժամի կարող է նա գա եւ մասնավոր ստանա խորհրդատվություն կամ հետազոտություն։ Այսօրվա հաղորդման ընթացքում հարգելիներս, մենք բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անդրեաս Մարտինի Համբարձումյանի հետ փորձեցինք ձեզ համար հնարավորինս պարզաբանել ուլտրաձայնային հետազոտության ոլորտը։ Հասկացանք, թե ինչպիսի առավելություններ այն ունի, հասկացանք, թե երբ այն կարող է հանդիսանել այլընտրանքային հետազոտման մեթոդ շատ ավելի թանկարժեք հետազոտման մեթոդներին, հասկացանք, որ այն հնարավոր է կիրառել նաև պրակտիկ բժշկության հենց բուն վիրահատությունների ընթացքում։ Ինչպես ասում է ժամանակի իմաստուններից մեկը, առողջությունը ամեն ինչ չէ, սակայն առանց առողջության ամեն ինչ ոչինչ է։ Ձեզ հետ ձեր բժիշկ Մարգարյանն էր, մինչ նոր հանդիպում։